Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի հետ համատեղ առաջարկում է եզակի կրթական հնարավորություն հայաստանյան այսօրվա ղեկավարների համար։ Համաեվրոպական Executive MBA երկակի աստիճանով ծրագիրը, որը իրականացվում է հարավ-արևելյան եւ արևելյան Եվրոպայում, ինչպես նաեւ Կովկասյան տարածաշրջանում եւ հայաստանյան դիմորդներին հնարավորություն է տալիս ապրելով, աշխատելով, սովորելով Հայաստանում միաժամանակ ստանալ երկու MBA դիպլոմներ՝ Յորքի եւ Ստրասբուրգի համալսարաններից։ Իրականում երկար մտածում էի, արդեն հասել էի կարիերայի այն փուլին, երբ որ զգում էի, որ առաջնորդության շուրջ պտտվող ինչ-որ մի նոր մասնագիտություն պետք է սովորեմ, եւ կարծես շատ բնական ձևով հասա MBA ծրագրին, քանի որ արդեն ունեի մեծ փորձ աշխատանքային ոլորտում առաջնորդության, բայց չունեի հենց բիզնեսի կառավարման մեջ փորձ եւ զգում էի, որ արդեն հաջորդ քայլը իմ կարիերայում տանում է դեպի դա եւ փնտրում էի միջազգային ծրագրեր, որոնք որ կտային նաեւ այդ միջազգային պրիզմայից նայելու հնարավորությունը, համագործակցություններ հենց միջազգային շուկայի հետ եւ նաեւ միջազգային շուկայի ընդհանուր լոգիկան հասկանալու, կապեր ձեռք բերելու հնարավորությունը եւ այդպես ի վերջո հանգեցի MBA ծրագրին։ Ծրագիրը տալիս է համալիր կրթություն եւ ինֆորմացիա, որը քո ամբողջ աշխատանքային գործընթացում օգնում է, որ բաց հատված ունենաս գաղափար եւ գիտելիքներ բոլոր ոլորտներից, թե ֆինանսական, թե մարքեթինգի, թե լոգիստիկա եւ ամեն ինչ այն առարկաների, որոնք ներառված են ծրագրի շրջանակներում։ Ուսանողներին տրվում է հնարավորություն ընտրել 6 մասնագիտացումներից մեկը՝ ընդհանուր կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ, լոգիստիկայի կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում եւ առողջապահության կառավարում։ Ծրագրի տևողությունը 2 տարի է, ներառյալ ատենախոսությունը կամ ոլորտային դիպլոմային ծրագիրը։ Համաեվրոպական Executive MBA ծրագրի դասընթացները Երևանում անցկացվում են տարվա ընթացքում 9 անգամ՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին։ Պետք է առանձնացնեմ Entrepreneurship in a Globalized Environment դասընթացը, որը հենց ձեռներեցությանն էր առնչվում, դա վերջինն էր։ Խոսքը ենթադրում եմ Սալոնիկի դասընթացների մասին է, պետք է առանձնացնեմ դա, բայց նաեւ քանի որ ուսումնական անցած ուղին չի ներառում բիզնեսին վերաբերող կուրսեր, շատ կարևոր էր ինձ համար սովորել օրինակ հաշվապահության հետ կապված դասերը կամ նույն հենց corporate finance առարկան, որը իհարկե իր մարտահրավերները ունի, բայց շատ կարևոր է, երբ որ փորձում ես ստեղծել քո բիզնեսը, եւ բոլոր այդ թեմաները շատ առանցքային էին ինձ համար։ Անկեղծ չէի ուզենա որևէ դասընթաց առանձնացնել, որովհետև բոլորը իրենց օգտակարություն ունեն եւ բոլորը մտածված են որոշված եւ իսկապես ամեն առարկայից դու քաղում ես այն ինչ որ քեզ պետք է եւ մեկ բան էլ ավելին եւ շատ հետաքրքիր է, այսինքն հետաքրքրության եւ օգտակարության առումով չեմ կարող առանձնացնել որևէ առարկա, բոլորը հավասար։ Ուսումը հաջողությամբ ավարտելու դեպքում համաեվրոպական Executive MBA ծրագրի շրջանավարտներին շնորհվում են հետեւյալ աստիճանները եւ MBA դիպլոմները։ Բիզնեսի կառավարման մագիստրոս եւ MBA դիպլոմ Յորքի համալսարանի կողմից Մեծ Բրիտանիա, բիզնեսի կառավարման մագիստրոս եւ MBA դիպլոմ Ստրասբուրգի համալսարանի կողմից Ֆրանսիա, 7-րդ մակարդակի դիպլոմ ռազմավարական կառավարման եւ առաջնորդության ոլորտում Մեծ Բրիտանիա ըստ ցանկության։ Երկրորդ կուրսի ուսանողները ապրիլին մասնակցել են Սալոնիկում կազմակերպվող ուսումնական շաբաթին, որը միջազգային այցելություններից վերջինն էր։ Առաջին տարվա ավարտից հետո նրանք այցելեցին Յորքի համալսարան, իսկ երկրորդ կուրսի սկզբում Ստրասբուրգի համալսարան։ Սալոնիկում կազմակերպվող ուսումնական շաբաթը ծրագրի կարևոր բաղադրիչներից է, որը միավորում է տեսական գիտելիքն ու գործնական փորձը։ Այդ ընթացքում մասնակիցները մասնակցում են ինտենսիվ սեմինարի, անցնում են իրենց ընտրած մասնագիտացման շրջանակում 2 խորացված մոդուլներ, ինչպես նաև ներգրավում են ակտիվ նետվորքինգ միջավայրում, համագործակցելով տարբեր երկրների մասնագետների, դասախոսների եւ գործարարների հետ։ Այս ուսումնական շաբաթը նպաստում է միջազգային փորձի ձեռքբերմանը, թիմային աշխատանքի զարգացմանը եւ մասնագիտական կապերի ընդլայնմանը։ 3 երկիր ենք այցելել այս 2 տարիների ընթացքում, 3 համալսարաններ, քանի որ սա երկակի դիպլոմային ծրագիր է, մենք սովորում ենք համատեղությամբ թե Յորքի համալսարանում եւ թե Ստրասբուրգի համալսարանում։ Այս իսկ պատճառով այցելել ենք առաջինը Յորքի համալսարան, հենց Յորք քաղաքում, Անգլիայում, որը եղել է մեր առաջին այցելությունը եւ այնտեղ
corporate finance առարկան ենք անցել եւ այնուհետեւ այցելել ենք Ստրասբուրգի համալսարան, իսկ վերջինը արդեն Սալոնիկում Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը, որը վերջին trip-ն էր մի մեկ ամիս առաջ մոտավորապես։ Սալոնիկը ուղղակի անփոխարինելի եւ անմոռանալի էր։ Սկսենք այնտեղից, որ արդեն քաղաք մուտք գործելուց դու քեզ զգում ես որպես իսկապես Հայաստանում, որտեղ ամեն քայլափոխի այնտեղ հայեր ունեին, որոնք մեզ ուղղակի հայերեն լսելով գալիս են եւ փորձում են մեզ հետ խոսել, օգնել եւ այլն։ Նույնը համալսարանում դա մի հրաշալի շաբաթ էր, ես խորհուրդ եմ տալիս ապագա բոլոր ուսանողներին անպայման իմանալ, որ նախապատրաստվել Սալոնիկին ամբողջ իր գործունեությամբ, որովհետև դա անցնելու է հրաշալի եւ դա անմոռանալի է լինելու, դուք պետք է վայելեք ձեր ամեն վայրկյանը, թե համալսարանում, թե դասախոսությունների ժամանակ, թե համալսարանից դուրս ձեր ընկերների հետ, կուրսընկերների հետ։ Ուսումնական շաբաթը առանձնանում է նաև իր ինտերակտիվ եւ գործնական մոտեցմամբ։ Դասախոսությունները համակցվում են խմբային աշխատանքների, քննարկումների եւ ներկայացումների հետ, ինչը նպաստում է փորձի փոխանակմանը տարբեր ոլորտներից եկած մասնագետների միջև։ Առհասարակ MBA ծրագրի դեպքում networking-ը շատ առանցքային նշանակություն ունի, քանի որ եթե դու սովորում ես լինել լիդեր, դու ամենակարևոր հմտություններից մեկը դա ունենալ networking-ի հմտությունը եւ նաեւ հնարավորությունը։ Այս բaragայում երկուսն էլ սովորում ես, թե ձեռք ես բերում ավելի մեծ ցանց ու ճիշտ մարդիկ, թիրախային մարդիկ, ում հետ գուցե հետո նաև կարողանաս համագործակցել եւ նաև ձեռք ես բերում հմտությունները, թե ինչպես network անել այլ մարդկանց, այլ ինդուստրիաների հետ։ Առանձնացնեմ, որ որոշումներ կայացնելու մեջ լինում ես ավելի համարձակ, հենվելով քո ձեռք բերված գիտելիքների վրա, որոնք բավականին բարձրարժեք են։ Տարբեր ընկերությունների մշակույթներում աշխատելուց եւ կարողանալուց գտնել տարբեր խնդիրներից լուծումներ եւ չտարբերվել իրենցից։ Թե գիտելիքներով, սթրեսը կամ դժվար իրավիճակները կառավարելու ունակությամբ, որը նաեւ մեծ առավելություններից է, որը համալսարանը բավականին հրաշալիորեն սովորեցնում է։ Հատուկ կարևորություն ունի նաև networking բաղադրիչը։ Ուսանողները հնարավորություն են ունենում շփվել տարբեր երկրների մասնակիցների, դասախոսների եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ, ստեղծել նոր կապեր եւ ընդլայնել իրենց միջազգային մասնագիտական ցանցը։ Ուսանողների գնահատմամբ ուսումնական շաբաթները ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլև ինքնավստահության, աճի, թիմային աշխատանքի զարգացման եւ միջազգային մտածողության ձևավորման կարևոր փուլ են։ Շատերի համար այդ ամենը դառնում է ծրագրի ամենահիշվող եւ ազդեցիկ փորձառություններից մեկը։ Արևիկ Խաչատրյան, Աշոտ Մանուկյան, Արարատ հեռուստաընկերություն։